վեհափառ հայրապետը եկեղեցականների մեծ պակաս ունի։ Գիտեք, Եղեռնից առաջ ինչքան քահանա ենք ունեցել, մոտ 5000 քահանա ենք ունեցել 15 թվից առաջ։ 4000 քահանա Եղեռնի ժամանակ զոհվել են հոգևորականներ։ Արևելա Հայաստանում մոտ 700 հոգևորական է եղել առաջին հանրապետությունից առաջ։ Այսինքն խորհրդային շրջանում 700 հոգևորական է բռնադատվել եւ այսօր Հայաստանում շուրջ 250 ընդամենը հոգևորական ունենք։ Անկեղծ ասեմ, որ մենք մեծ թերություններ չենք ունենում, մարդիկ ենք բոլորս թերություններ ունենք, անթերի հոգևորականներ չկան, մեր եկեղեցում մեկն է, որ անթերի է, դա Հիսուս Քրիստոս է, բայց եթե մեր եկեղեցու օրինակ ամենայն հայոց կաթողիկոսը լիներ Պետրոս Առաքյալը, վարչապետը նույն հաջողությամբ իրեն պիտի ասեր մատնության գիշերը Տիրոջի 3 անգամ ուրացար։ Եթե Պողոս Առաքյալը լիներ, պիտի ասեր Անտիոքի քրիստոնյաներին հալածեցիր, հիմա էլ գնում էիր Դամասկոսին հալածեիր։ Եթե անգամ նույնիսկ Գրիգոր Լուսավորիչը լիներ վեհափառ հայրապետի փոխարեն, պիտի ասեր քո հայրանակը մեր հայոց Խոսրով թագավորին է սպանել։ Եվ նման հայտ պիտի ասեր եւ էլի հակաեկեղեցական պայքար տաներ։ Բայց այն մարդիկ, որոնք իրենց սկզբունքներին մանավանդ մի 2 ամիս առաջ իրենց հայտարարությանը դեմ այսօր հայտարարություն են անում, սա խոսում է հստակ այն մասին, որ իրենք ահաբեկված են, իրենց առջև դրել են ինչ-որ հարցեր, որոնցով իրենք եկեղեցում համատեղելի չեն եւ իրենք կարծում են փրկողակը վարչապետի առաջարկած այդ փրփուրներն են, որոնցից իրենք բռնվելով չեն կարողանալու փրկվել։ Որ հայտարարությունը իրենց ասում էր, որ հայտարարությունը նկատի, որը արել են հիմա դրան հակառակ բազմաթիվ հայտարարություններ, սկսած իրենց աբեղաձեռնադրվելուց արված հայտարարությունը եկեղեցու հնազանդության ուխտը, աղքատության ուխտը, կուսակրոնության ուխտը ու բազում այդպիսի ուխտեր, որոնք իրենք ասել են եւ նաեւ Մայրաթորի եպիսկոպոսները բազմաթիվ հայտարարություններ են ունեցել, այդ թվում ասենք այն ժամանակ, որ Միքայել arczepiskopos Աճապահյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանքի մեջ չէին, իրենց կալանավորումն էլ պատահական չէ, իրենք մեր եկեղեցու են նվիրյալ եպիսկոպոսներն ու arczepiskoposներն են, որոնց նաեւ եպիսկոպոսների, arczepiskoposների մի մասի համար ամուր պատվար էին, նաեւ իշխանությունների հակաեկեղեցական բռնաճնշումներին, որ գիտենք, սա մակերեսային երևույթ չի, այս երևույթը ուղղորդվում է Էրդողանի, Ալիևի, Փաշազադեի կողմից եւ այս հակաեկեղեցական շարժման նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ եկեղեցին պառակտելն է։ Մենք շատ լավ գիտենք, որ Սփյուռքի թեմակալ առաջնորդները, եթե անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում վարչապետի կողմից դրածո դրվի, կաթողիկոսը ձերբակալվի, Սփյուռքի թեմերը չեն ենթարկվի, առավել ասեմ Հայաստանում եղող քահանաների հիմնական մասը չի ենթարկվի դրածոյի որոշումներին։ Այդ թվում ես որպես եկեղեցական, եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածնում երբևիցե դրածո կլինի իշխանությունների կողմից, որևէ կերպ իրեն չենք կներեք, որևէ կերպով նման դրածոյի պատրաստ չենք ենթարկվելու։ Մենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, Արցախի սրբավայրերի հարցը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվու բանտում լինելու պայմաններում խաղաղություն, անարժանապատիվ խաղաղություն երբեք չենք ուզում, պատրաստ չենք անարժանապատիվ խաղաղության եւ առավել եւս իշխանությունների հակասահմանադրական միջամտության։ Ինքը որպես շարքային հավատացյալ էր կառավարությունում այս եպիսկոպոս եւ arczepiskoposները ընդունում, իհարկե ոչ։